Փարք Նժդեհին։ Տեսնենք, թե ինչի հասանք այսօրվան եւ կարող էինք արդյոք ավելի լավ հանգրվանի գալ 2025 թվականի այսօրը։ Միանգամից ասեմ, որ դա հնարավոր էր, եթե հայաստանյան նոր անկախ շրջանում 91 թվականից հետո ձևավորվեր իսկապես ազգային իշխանություն։ Բայց քանի որ այն չձևավորվեց, մենք պետք է նորից մնայինք ռուս-թուրքական պայմանագրի որոշման տիրույթում։ Երբ որ Խորհրդային Միությունը փլուզվեց, ռուս-թուրքական պայմանագիրը դարձավ ավելի կարևոր այդ ռուսների եւ թուրքերի համար։ Մոսկովյան պայմանագիրը ռուսների եւ թուրքերի անվերապահ եղբայրության մասին, ինչու եմ շեշտում անվերապահ, որովհետեւ հենց այդ պայմանագրի մեջ շեշտված է նախադասությունը ռուսների եւ թուրքերի անվերապահ եղբայրության մասին։ Իրենք շատ արագ Հայաստան, քանի որ Ռուսաստանը այդ պահին նոր խելքը գլուխը պետք է գար, որ նորից փորձեր Մերձբալթյան 3 հանրապետությունները փոխվեցին գնացին, բայց մնացածի վրա պետք է ազդեցություն պահեր առավել եւս Հայաստանի վրա, որպեսզի Հայաստանը հանգարց Վիլսոնյան իրավարար վճռով կամ Փարիզի վեհաժողովով առաջին հանրապետության այդ 165,000 քառակուսի կիլոմետրի չներկայացներ պահանջը միջազգային հանրությանը, նրանք պետք է Հայաստանում ձևավորեն իշխանություն, այդ իշխանության միջոցով Հայաստանը պահեին իրենց բռի մեջ, մինչև իրենք ուշքի գային ու կարողանային նորից ոչնչացնել հայկական պետականությունը։ Նպատակը սա էր։ Եվ դրա համար ծնվեց Լևոն, Ռոբերտ, Սերժիկ, Նիկոլ, որոնք այդպես էլ Արցախը Հայաստան չհամարեցին։ Իսկ այս վերջինս արդեն ամբողջությամբ վերջինի օրոք հակառակ process-ը նորից այն, որ մենք մեր արյան գնով, որ կարող ենք միջազգային փաստաթղթով անգամ ազատագրել, մենք արյունով նորից ազատագրեցինք, բայց նորից արյունով հանձնեցինք Նիկոլի օրոք։ Ինչ տեղի ունեցավ։ Ռուսները եւ թուրքերը, եթե հանգարց հնարություն տային հայերին Վիլսոնյան իրավարար վճռով վերականգնել առաջին հանրապետությունը, Թուրքիան պետք է տրոհվեր նվազագույնը։ Եվ որոշ տարիներ հետո հնարավոր է, որ նույնիսկ ոչնչանար, որովհետեւ այդտեղ ոչ միայն հայկական հարցեր առաջանալու, նաեւ քրդերի, հույների եւ։ Դե իսկ ռուսներն էլ նորից պետք է պատժամիջոցների տակ հայտնվեն, որովհետեւ ռուսների հետ համատեղ են Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնել, ասել թե միջազգային հանցագործություն են գործել։ Եվ իրենք պարտավոր էին Հայաստանին, ասենք հիմա ՀԱՊԿ-ի անդամ ենք եւ մարդկանց մոտ տպավորություն է, չէ՞ ստեղծել, որ Նիկոլը արևմուտք է գնում, դրա համար այս վիճակին ենք, բայց Լավրով երբ որ եկել էր, Հայաստանի արտգործնախարար հստակ ասեց, որ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք եւ Եվրոպա գնալու որոշում չենք կայացրել պետությունը կամ իշխանությունը, չեն ասեցին բախրի կառավարությունում չէ խորհրդարանում այսպեսի հարց է քննարկում Եվրոպա դեզդեն, ասես խմբակներ են, ցանկություն ունեն, հարցումներ են անում, հարցախույզ են անում կամ առաջարկներ են անում, դա չի նշանակում, որ պետությունը գնում է Եվրոպա։ Այսինքն Արզումանյանն արդեն իսկ հստակ ասեց, որ Նիկոլը ՀԱՊԿ-ի անդամ է, նույն Ռոբերտ Քոչարյանն է, նույն Սերժ Սարգսյանն է, նույն Լևոն Տեր-Պետրոսյանն է, նույն Սամվել Կարապետյանն է, նույն Ծառուկյան Գագիկն է, հա, նույն, բոլոր ռուսապատակները։ Այդ պատերազմից հետո այդ 21 թվին, երբ որ խորհրդարան ձևավորվեց, դա պատահական չձևավորվեց, որովհետև Հայաստանի կործանումը պետք է շարունակվեր, որովհետև Ռուսաստանը մի գործ էր սկսել, որտեղ ցախողվել էր, որովհետև ինքը մեծ ձուկ որսալու համար կարտին փոքր ձուկ էր կախել, այսինքն Ուկրաինան վերցնելու համար Արցախը կախել էր այդ կարտին, գիտեք չէ՞ որ ձկնորսկներ կան, որ գնում են ձկնորսության, ասենք խայծը, այդ ճիճուը ինչ է, կախում են կարտին, քցում են ջուրը, երբեմն պատահում է այնպեսի ձուկ է մոտենում եւ այդ խայծը քաշում, որ այդ ձկնորսի քաշից ծանր է լինում եւ ոչ թե ձկնորսն է նրան ջրից հանում, այլ ձկնորսին են գցում ջուրը։ Հասկացաք, չէ՞։ Հիմա Ռուսաստանը հայտնվել է այդ վիճակում եւ Հայաստանի իշխանությունների եւ նախկին իշխանությունների լուր համաձայնությամբ իրենք Արցախը դրեցին այդ խայծին, որ Թուրքիայի միջոց, Թուրքիայի լռությունը, Թուրքիայի աջակցությունը Ռուսաստանը ստանար, սրանք անամոթաբար համաձայնվեցին պայմանավորված պատերազմով մեր տղաների արյան գնով ու այն տղաների արյան գնով ազատագրված Արցախը նորից տարան տվեցին թուրքերին։ Եվ Նիկոլը երբ որ մայիսի 9-ին գնաց
բան շքերթի նա դրանով իսկ կապացած, որ ինքը Կրեմլի ծառան է եւ ավելորդ որից է, ասենք, ուրիշ բան մտածել, դա հնարավոր չէ։ Եվ ասեմ, քանի որ Ռուսաստանը չկարողացավ Ուկրաինան իրենով անել, արդեն ինքը մինոր խայծ, արդեն ամբողջ Հայաստանն է դրել նժարին, արդեն Նիկոլին թույլ է տրվել կամ հանձնարարվել է, որ ինքը ռուսական դաշտից լողա դեպի Թուրքիա։ Դա Պուտինի ցանկությամբ է տեղ ունենում, որովհետև առևտուրը Պուտինի եւ Էրդողանի մեջ է։ Իսկ Պուտինի մնացած ծառաները, թվարկեմ նորից, Լևոն, Ռոբերտ, Սերժիկ, Սամվել Կարապետյան, չգիտեմ, էլի ասեմ, Ծառուկյան Գագիկ, Ֆլան, Ֆստան, նրանք պետք է ապահովեն Նիկոլի անցումը դեպի Թուրքիա։ Ինչպես խժդժություններ սարքելով ընդամենը, բայց լուրջ արգելք չհանդիսանալով։ Եթե իրենք լուրջ արգելք հանդիսանեն, մանդատները կդնեն եւ Նիկոլը կվերջացներ, Նիկոլ իշխանությունը կավարտվեր։ Դրա համար են 21 թվին ձևավորել մուրջ մանգաղաստղը ռուսները, որ մոսկովյան պայմանագիրը կարողանան իր շարունակել նորից վերականգնել։ Սրանց միջոցով պետք է վերականգնեն։ Եվ ասեմ, այն սազանդարները Նիկոլա հպատակ, ովքեր ցույց են տալի, որ Եվրոպա մեծ են իբր, այդ որ Եվրոպա գնալու այսպես բաներ արեցին, չէ, ասենց եթերներ են անում, չգիտեմ, միտինգներ են անում, նրանք էլ են Կրեմլա հպատակ, նրանք էլ ապահովում են Նիկոլի կեղծ արևմտամետ լինելը։ Հասկանում եք, չէ, երբ որ Արզումանյանն ասում է մենք հապկ ենք, մենք ոչ միտեղ, այսինքն պետության արտգործնախարարն է ասում, այսինքն դա պետության դիրքորոշում է։ Իսկ Նիկոլ այդ պահին լռում է, չի ասում, որ մենք բան կարող է նույնիսկ ուրիշ բան ասի, այդ սազանդարներն էլ Նիկոլին ուժ տալու համար, որ ապացուցեն, տեսեք, ախրի Նիկոլը ուզում է Եվրոպա գնա, դե չի ասում, դրա համար Հայաստանը այս վիճակին է։ Սազանդարներն էլ Կրեմլի կողմից ծնվել են այդ խայտարակ բանը խայտաբղետությունը ապահովելու համար։ Եվ հիմա Նիկոլը շատ հանգիստ եւ ասեմ 20 հոկտեմբերի 27-ին, երբ որ Գարեգին Բեին ձեռնադրեցին որպես կաթողիկոս, հոգեվոր դաշտն էլ միանգամից Կրեմլը սեփականացրեց։ Դրա համար հիմա ով ում ինչ ուզում անում է, դա մնում է ուղղակի այդ հայհոյանքի շրջանակներում, որովհետեւ գործողություն չի արվում։ Դրա համար հայ ժողովուրդը չի կարողանում կենտրոնանալ եւ կազմակերպվել։ Բոլորին թվում է, որ եկեղեցին լուրջ Նիկոլին ընդդիմանում է, Սամվել Կարապետյանը եկել էր եկեղեցուն օգնելու։ Էլ չեն հասկանում, որ եկեղեցին խաղում է Պուտինի խաղը, էս էլ ձեզ սենց են անում, որ դու ասեն, դե մենք փորձեցինք, չստացվեց, վերջ կործանվեցինք, գնացինք։ Չէ, մենք թույլ չենք տալու, որ կործանվի։ Վիլսոնյան Հայաստանը վերականգնելու ենք։ Մենք ենք այդ գործը առաջ տանում, հասկանում եք։ Հիմա այս քաղաքական դաշտում, երբ որ ամեն ինչ Կրեմլա հպատակ, այսինքն Պուտինի կոնտրոլի տակ է, Նիկոլը առանց Պուտինի թույլտվության այդ խաղը չէր խաղա։ Գնում հասնում է, ասենք, Անկարա արդեն այնքան իրեն ոնց որ հորտանը լինի, այնտեղից մեր վրա մատ է թափ տալի, ասում է Թուրքիայի դրոշ է կայրում, շանվորտիկ, ասինքն էլի։ Գնում այնտեղ իրան տղա է զգում, էլի, Էրդողանն էլ, դե ճիշտ է, Էրդողանի սրդով չի Նիկոլ հայ առհասարակ, որովհետև ինքը մեզ ուրիշ ձև է վերաբերվում, բայց դա իր հաջողության պատուհանն է, ինքը ասել է, Նիկոլը մեր հաջողության պատուհանն է, եւ մենք պետք է մեր հաջողության պատուհանից օգտվենք, որքան էլ չեն ցանկանում այդ պատուհանից նայել, բայց այդ է իրենց պատուհանը։ Եվ Նիկոլը անամոթաբար նույնիսկ որ ցեղասպանությունն է ուզում ուրանա, մենք հասկանանք, որ Ադրբեջանը ուզում է Խոջալույի այդ դեպքերը իր ձեռամբ սարկած դեպքերը դարձնել ցեղասպանություն, որովհետև դա լուրջ զենք է։ Հասկանում եք, այդ հрьян Իսրայելը այդ դրա հիման վրա է գոյություն ունի, ստեղծվելու գոյություն ունի։ Մեր ցեղասպանությունը, որոնք վավերագրված է անգամ լուսանկարներով, տեսանկարագրված է, տեսահոլովակներ կան, կամ դիվանագետների, չգիտեմ, զորավարների, արտասահմանյան է, քաղաքական գործիչների, ականատեսների, ամեն ինչ գրի առած, պատմած, հստակեցված, ապացուցված ցեղասպանություն է, կարողանում են ռուս-թուրքական իշխանության միջոցով լրացնել, դարձնել կասկածի առարկա։ Եթե դա, ասենք, իրենց հաջողվի ու այդ Խոջալուն էլ բերեն առաջ, հավատացեք, դա մեր տապանակարն է արդեն լինելու։ Ու ես ձեզ ասեմ, Սողոմոն Թելերյանի գործը անմահ է, բայց եւ շարունակելի է, քանի Թուրքիան չի ճանաչել հայոց ցեղասպանությունը եւ չի հատուցել ու ներողություն չի խնդրել։ Եվ Սողոմոն Թելերյանի գործը շարունակել է նաեւ այն հայերի համար, այն հայերի հանդեպ,
որոնք կուրանան եւ կաջակցեն Թուրքիային։ Սողոմոնի գործը անմահ է, ես ձեզ ասեմ։ Իսկ Վիլսոնի իրավարար վճռով մենք չենք կարողանում հաղթահարել այդ պատնեշը, որովհետև խորհրդարանը ամբողջությամբ ռուս-թուրքական պայմանագրի ջատագով է դաշնակնել, հանրապետականնել, բարգավաճնել, չգիտեմ, մնացածնել, Նիկոլնել, ԿՊ-նել, Սևշուննել։ Մենք ցածկ ենք կատարել, գնացել ենք արդեն միջազգային արենա այդ պարոն Պապյանը թարգմանել է տարբեր լեզուներով իր կազմած գիրքը եւ տարբեր երկրներում արդեն տրվել է եւ падգամավորներին եւ դիվանագետներին, բայց մեզ օգնել է պետք, անկեղծ եմ ասում, ֆինանսապես, մարդկային ռեսուրսով, ինչու՞ չէ նաեւ խորհուրդներով, աջակցեք Բևերին, եթե չէ, մենք ցեղասպանվածից դառնալու ենք ցեղասպան եւ ոչնչանանք աշխարհի երեսից։ Կրեմլն ու Անկարան դրան են գնում։ Զգոն եղեք։ Էս էի ուզում կիսվել ձեր հետ։ Մնաք խաղաղությամբ։